Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1419-րդ օրն է։ Այսօր ռազմաճակատից հետաքրքիր նորություններ կան, բայց թերևս սկսենք քաղաքական իրադարձություններից։ Մենք ապրում ենք չափազանց հետաքրքիր ժամանակներում։ Թրամփը սպառնում է իրանական վարչակարգին, Իրանը սպառնում է հարվածել Ամերիկայի զինվորականներին, Պուտինի խոսող գլուխ Սալավյովը հիշատակում է Հայաստանը, իսկ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարում է Պուտինին առևանգելու ցանկության մասին։ Ասեք, որ աշխարհում նման հռետորաբանությունն ու իրադարձությունները հեչ խաղաղության օրակարգին չեն համապատասխանում։ Իդեպ Ուկրաինայի վրա Ռուսաստանի նոր հրթիռային և դրոնների գրոհների ֆոնին Մեծ Բրիտանիան մտադիր է ուժեղացնել աջակցությունը Կիևին, այս մասին գրում է Daily Mail-ը։ Բրիտանական կողմը ուկրաինական բանակի համար կմշակի Nightfall բալիստիկ հրթիռը 200 կիլոգրամանոց մարտագլխիկով, որն ի վիճակի է հասնել մինչև Մոսկվա։ Եվրոպան կարծես թե կամաց-կամաց արթնանում է և սկսում է ռազմական նախաձեռնություններ ցուցաբերել։ Գերմանիան կառաջարկի ստեղծել ՆԱՏՕ-ի համատեղ արկտիկական առաքելություն Գրենլանդիայում իրավիճակը կարգավորելու և Ամերիկայի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար։ Բալթյան պահպան Բալտийский страж դաշինքի առաքելությունը, որը մեկնարկել էր 1 տարի առաջ Բալտիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար, կարող է օրինակ ծառայել նոր արկտիկական պահպան Арктический страж առաքելության համար, որը կներառի նաև Գրենլանդիան, հայտնում է Bloomberg-ը։ Ըստ Sunday Telegraph-ի հաղորդման, Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի հնարավոր առաքելության շրջանակներում Գրենլանդիա զորքեր ուղարկելու հնարավորության շուրջ։ Sky News-ի հարցին ի պատասխան տրանսպորտի նախարար Հայդի Ալեքսանդրը հայտարարել է, որ սա դաշնակիցների հետ քննարկումների մի մասն է Գրենլանդիան ռուսական ցանկացած սպառնալիքից պաշտպանելու համար։ Այդ ընթացքում New York Post-ը գրում է, որ ըստ ականատեսների վկայության Ամերիկան կարակասում կիրառել է հզոր գաղտնի զենք, որը վենեսուելացի զինվորականներին ծնկի է բերել Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման ուղղված հատուկ գործողության ժամանակ։ Դե արդեն սկսվեց, պատմությունների շարադրությունները, ցանկացած գործողությունից հետո նման պատմություններ շատ են լինում։ Հուսանք, որ նման զենք գոյություն ունի, բայց ինչպես ասում են, աչքներս տեսնի։ Միևնույն ժամանակ հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը նոր վերջնաժամկետ է սահմանել և ծրագրում է ամբողջությամբ գրավել Դոնեցկի մարզը մինչև ապրիլի 1-ը։ Հարկ է նշել, որ դեռևս դեկտեմբերին նախորդ պլանի համաձայն այս վերջնաժամկետը սահմանված էր փետրվարին։ Ահա այսպես էլ ապրում է Պուտինը, ինքը իրեն հույսեր տալով, ինքը իր պլանների ժամկետները փոխելով։ Իրանում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը, ցավոք արդեն կան հարյուրավոր զոհեր և հազարավոր ձերբակալվածներ։ Միացյալ Նահանգները դիտարկում են կոշտ միջոցներ այաթոլլաների վարչակարգի դեմ, սակայն դեռևս գործնական քայլերի չեն անցել։ Իսլամական Հանրապետության անկումը կարող է արմատապես վերափոխել համաշխարհային աշխարհաքաղաքականությունը և էներգակիրների շուկաները, այս մասին գրում է Bloomberg-ը։ Ամերիկայի նախագահ Թրամփը ոգևորված Վենեսուելայի հաջողություններով և իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծություններով կարող է օգտվել իրավիճակից ռեժիմի փոփոխության համար, չնայած իշխանության վակուումի ռիսկերին, ինչպես դա եղավ Իրաքում Սադամի անկումից հետո։ Վերլուծաբանները կարծում են, որ մինչև 26 թվականի վերջը Իսլամական Հանրապետությունը դժվար թե պահպանվի իր ներկայիս տեսքով։ Փորձագետները նշում են հետևյալ սցենարները։ Առաջինը դա ռազմական հեղաշրջումն է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի կողմից, սա կարող է բերել ավելի շատ սոցիալական ազատություններ, քանի որ կառույցը ղեկավարում են գեներալները, այլ ոչ թե հոգևորականները, բայց ավելի քիչ քաղաքական իրավունքներ։ Ճիշտն ասած, ես այնքան էլ չեմ հավատում այս սցենարին, բայց ներկայացրել են, ձեզ տեղեկացնում եմ։ Եվս մեկ տարբերակ դա երկրի մասնատումն է, գոյություն ունի ֆրակցիոնիզմի վտանգ, երբ էթնիկ փոքրամասնությունները եւ առանձին նահանգներ կպահանջեն ինքնավարություն, եւ երրորդ տարբերակն են առաջարկում արևմտյան փորձագետները, դա քաոսն է արաբական գարնան օրինակով։ Դե տեսնենք ինչպես ասում են, Հայաստանի համար հաշվի առնելով աշխարհագրական դիրքը եւ իրանցի ժողովրդի հետ լավ հարաբերությունները, չափազանց կարեւոր է Իրանի ամբողջականության պահպանումը։ Հայաստանի համար իդեալական տարբերակը Իրանի վերափոխումն է ժողովրդավարական երկրի, ինչը տարածաշրջանը նորովի կբացի մեր Հայաստանի համար։ Չէ՞ որ այսօրվա վարչակարգը Հայաստանին չի տալիս այն լիարժեք լոգիստիկան, որը մեր հայրենիքը ունի օրինակ Վրաստանի պարագայում։ Ամեն դեպքում, ինչպես նախկինում ասել եմ, ոչ մի դեպքում չի կարելի հարաբերություններ պահպանել ներկայիս արյունարբու վարչակարգի հետ, որն արդեն անօդաչու սարքեր է կիրառում սեփական քաղաքացիների դեմ։ Իրանի ռեժիմը կորցրել է
լեգիտիմությունը եւ հնարավորինս պետք է դիստանցիա պահել նրանցից։ Իմիջիայլոց Արցախում ադրբեջանցիները շարունակում են պայթել ականների վրա, նախորդին հերթական դեպքն է գրանցվել Մարտակերտի շրջանում։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար, խնդրում եմ լայքել եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջանառությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրանին է։ Վերջին օրերին ավելացրել ենք նաեւ Իրանի մասին տեղեկատվություն։ Երեք տեսա մեր հայրենակիցների տագնապը կապված ռուսաստանյան քարոզիչ Սալավյովի հայտարարությունների հետ եւ ցանկանում եմ կարճ անդրադառնալ այդ թեմային։ Կրեմլում փորձում են շեղել ուշադրությունը սեփական պարտություններից ու հայտարարությունից, հենց այդ պատճառով էլ նրանք ստեղծում են արհեստական տեղեկատվական սկանդալներ, մեկ էլ հարվածում են չգիտես թե ուր միջուկային մարտագլխիկ կրելու համար նախատեսված իբր Արեշնիկով, հա։ Այս ամենը մարդկանց աչքերին ծուխ բաց թողելու համար է։ Տեսեք թե որքան ծուխ բաց թողեցին, հա, հարվածելով բաց դաշտում Արեշնիկով, բայց հարվածեցին Եվրոմիության սահմանների մոտ։ Նրանք Կրեմլում ցանկանում էին վախեցնել Արևմուտքին եւ ոգևորել յուրայիններին Կուպյանսկի, Պոկրովսկի, Գուլայպոլիայի հայտարարության ֆոնին։ Արևմուտքը չվախեցավ, մենք այդ թեման քննարկել ենք այլ եթերում, բայց պուտինիստների անուղեղ մի զանգված ուրախացավ Ռուսաստանի այսպես կոչված բանակի գոյություն չունեցող հզորությամբ։ Նրանք Կրեմլում գիտեին, որ Արեշնիկը չկայացած էքսպերիմենտալ բան է եւ դրանով հարց չես լուծի։ Հենց այդ պատճառով էլ նույն օրը օգտվելով հազվադեպ բնական երևույթից, սառցե անձրևից եւ վատ տեսանելիությունից փորձեցին առավելագույնս վնասել մեզ Կիևում բառացիորեն հարձակվելով մարդկանց բնակարանների, ենթակայանների, կաթսայատների վրա։ Սրա իմաստը պատկերի ստեղծումն էր եւ վնաս տալը։ Փորձում էին ցույց տալ, թե իրենք դեռ հզոր են, չէ՞ որ իրենց աուդիտորիան հասարակ մարդկանց բնակարաններին հարվածելը հզորության նշան է համարում։ Տեսնելով, որ Ուկրաինան հակահարված է տալիս եւ առանց լույսի ջրի ու ջեռուցման նստած են նաեւ ռուսաստանցիները, Կրեմլին նոր թեմաներ էին պետք, որպիսի հասարակությունը հանկարծ չկենտրոնանան Ռուսաստանի ոչնչության վրա, հա, այլ շարունակեն վախենալ։ Ես տեսնելով մեր հայրենակիցների հուզմունքը եւ որոշ իմ կարծիքով անպատասխանատու կերպարների գրառումներն ու եթերները Սալավյովի կողմից Հայաստանի հիշատակման վերաբերյալ, ուզում եմ ասել, որ ըստ էության նա կոնկրետ ոչինչ չի ասել։ Սովորական բանսարկություն էր եթերային, բայց վերոհիշալ այդ անպատասխանատու կերպարների շնորհիվ ուշադրությունը Ռուսաստանի հայտարարությունից տեղափոխվեց Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի վրա, չնայած ոչ մի կոնկրետ բան Սալավյովը չէր ասել, պարզապես իր սովորական խոսույթն է, հիշատակելով Հայաստանը եւ Կենտրոնական Ասիան, փորձում էր ինչ-որ ազդեցության գոտիներից խոսել։ Դուք Ռուսաստանում ազդեցության գոտի չունեք, ձեր օդում ուկրաինական դրոններն են տիրություն անում, այն դեպքում, երբ իրենք մտադիր էին տիրություն անել Ուկրաինայում, հա։ Եկեք հիշենք, թե ռազմաճակատի հայտարարությունից բացի վերջին կարճ ժամանակահատվածում ել ինչ պատահեց Պուտինյան Ռուսաստանի հետ։ Թրամփը հայտարարեց, որ չի հավատում Պուտինի բողոքներին կապված Պուտինի նստավայրին հասցված ուկրաինական հարվածի հետ։ Սա ըստ էության ստի մեջ մեղադրանք է, ինչը հարված է Պուտինի ինքնասիրությանը։ Պուտինին հրապարակավ ստախոս համարեցին։ Այնուհետև Մադուրոյի ձերբակալման հաջող օպերացիան ռուսական քարոզչության այն պարծենկոտության ֆոնին, թե իբր իրենք են ապահովում Մադուրոյի անվտանգությունը, ողջ աշխարհը տեսավ, թե ռուսները ինչպիսի պաշտպաններ են։ Եվս մեկ հայտարարություն։ Ավելին, Ամերիկան զավթում է ռուսական դրոշով նավթային տանկեր, հիշեցնեմ, որ այդ տանկերը վերջերս էր փոխել գրանցումը ռուսականի, համոզված լինելով, որ ռուսական դրոշի տակ իրենց ձեռք չեն տա, ձեռք տվեցին ու դեռ եւս մեկ ռուսական տանկեր զավթեցին։ Իսկ սա նշանակում է, որ Պուտինին եւ նրա վարչակարգին հրապարակավ ցեխը գցեցին։ Պատկերացնում եք բռնապետի ինքնասիրությանը հասցված հարվածը, բայց չէ որ նա դեռ ուզում է ապրել, ուզում է իշխել։ Հենց այդ պատճառով էլ Սալավյովի նման խոսող գլուխները նման անկապ ակնարկներ են նետում ուշադրությունը սեփական հայտարարությունից շեղելու համար, իրենց կարևորություն են փորձում տալ, հա։ Այս ամենը արվում է, որովհետև իրենք ցայտնոտի մեջ են։ Դեռ Կրեմլում չեն որոշել ինչ որ մի նոր մի բան անել, որ այս ամենի տակից դուրս գալ, բայց այս ամենի տակից դուրս գալ հնարավոր չէ։ Ժամանակը անցել է, Ռուսաստանը ռեսուրսներ չունի եւ իհարկե պատերազմի վերջին բազում անգամ ասել եմ, իրավիճակը շատ ավելի դաժան է լինելու, դե հեշտ ոչ մի բռնապետ չի էլ գնում, հա։ Այս ամենն է ինչ որ պատահել է եւ ինձ ուրախացրեց, որ մեր հասարակության հուզմունքը առաջվա պես մեծ
մեծ չէր, սա նշանակում է արդեն իմունիտետ է ձեռք բերվել։ Պարզապես տխրեցի այդ թեման շահարկողների վարքից, հա։ Փաստացի դեռ կան մարդիկ, ովքեր ապրելով Հայաստանում շահարկումներ են անում ձեր նյարդերի հաշվին, փորձելով լայքեր ու դիտումներ հավաքել։ Ցավալի երևույթ է, բայց դե նման կերպարներ բոլոր երկրներում էլ կան, Ուկրաինայում էլ քիչ չեն։ Այնպես որ կարևորը այն իմունիտետն է, որը ձեռք է բերվում։ Այս ամենը ասեցի այն մարդկանց համար, ովքեր տագնապել էին, պետք չէ տագնապել, պետք է ցանկացած իրավիճակ հանգիստ վերլուծել։ Փառք Աստծո, դրա ժամանակը Հայաստանը ունի։ Մոտեցանք ռազմաճակատի լուրերին, Պուտինի զորքերը դեռ փորձում են խայտարակությունից մաքրվել եւ չեն դադարեցնում գրոհների փորձերը Կուպյանսկի, Պոկրովսկի եւ Գուլայպոլիի ուղղությամբ, ինչպես նաեւ մնացած այլ ուղղություններով, բայց ավելի քիչ մասշտաբներով։ Մեր Telegram-ի բաժանորդները արդեն ամենայն հավանականությամբ տեսել են բազում թշնամու ջախջախման կադրեր, այն ռուսների համար, ովքեր երեք պատրաստվում էին կրկին մեծ թափով գրոհել Պոկրովսկը, երեկվա օրը վերջինը դարձավ նրանց կյանքում։ Պոկրովսկի հյուսիսային հատվածում ուկրաինացի դեսանտայինները որսացել են ռուսական ջոկատներին գրոհի փորձի ժամանակ, ոչնչացնելով բոլորին, ովքեր հարձակման էին անցել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա։ Երեք Պոկրովսկի ուղղությամբ ռուսական բանակը 46 անգամ է գրոհել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, Գուլայպոլիի ուղղությամբ 44 անգամ, Կուպյանսկի ուղղությամբ ընդամենը 9։ Ռազմաճակատում վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցել 219 մարտական բախում, որոնց ժամանակ Ռուսաստանը կորցրել է եւս 1060 ռուս օկուպանտ եւ 483 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականների համաձայն Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները այսօր առավոտվա դրությամբ կազմել են 1.220.000 ուղիղ կլոր թիվ է, հերթական կլոր թիվն է։ Ինչ կարող ենք շնորհավորել Պուտինին իր զորքերի կորուստների աճի կապակցությամբ։ Ռուսները սովորության համաձայն գիշերով ուկրաինական քաղաքների լույսն էին ուզում անջատել, բայց դե սովորական պայմաններում նրանց շանսերը այդքան էլ մեծ չեն, քան եղանակի անոմալիայի դեպքում էր։ 156 ռուսական օդային թիրախից 135-ը խոցվել է, բայց բարի դրոններն էլ ձեռքները ծալած նստած չէին։ Ռուսաստանի Ռոստովի մարզի Նավաչերկասկ քաղաքում հունվարի 12-ի առավոտյան հարձակման է ենթարկվել ջերմաէլեկտրակայանը, հրդեհ է բռնկվել, որի օջախը բաշխիչ սարքներ։ Հենց այս հանգույցի միջոցով է կայանի էլեկտրաէներգիան փոխանցվում էներգահամակարգին։ Բաշխիչ սարքի վնասումը կարող է էականորեն ազդել էլեկտրակայանի աշխատանքի եւ սպառողներին էլեկտրաէներգիայի փոխանցման վրա։ Հիշեցնեմ, որ Նովոչերկասկի ջերմաէլեկտրակայանը Ռուսաստանի հարավի ամենահզոր ջերմաէլեկտրակայաններից մեկն է, այն բաղկացած է մի քանի էներգաբլոկներից եւ աշխատում է հիմնականում ածխով, օգտագործելով բնական գազը որպես պահուստային եւ լրացուցիչ վառելիք։ Դե ինչ, մենք չենք սկսել այս խաղը, բայց արդեն խոցելու միջոցներ ունենք նաեւ մենք, այնպես որ ռուսները փորձելով անջատել մեր մարդկանց լույսը պետք է իմանան, որ իրենցն էլ է անջատվում։ Իմիջիայլոց Բելգրոդում մինչև հիմա խելքները գլուխները չի եկել։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Հուսամ վաղվա եթերը ել ավելի լավ լուրեր կբերի մեզ։ Մնացեք բարով։